քանիսն են հայտնվելու բերդերում կամ բանտերում, մանդատով են փողոց փակում, թե առանց մանդատի բան է փոխում։ Պիտակավորում, վիրավորում, բառապաշարի անհասկանալի օգտագործում։ Լավ է, երկու հայ իրար ինչ հայր ասեցին, այն մեկը սրան բերդ մտցրեց, այն մեկը սենց արեց, այս ինչ լավ բան է, եկեք շնորհավորենք։ Պարոն Պողոսյան, ինչքանով եք հետևել նախընտրական քարոզարշավին, հիմա արդեն պարզ է նախնական արդյունքները, ինչպես եք դուք գնահատում։ Ելնելով իմ գործունեությունից ասել, որ ես ծրագրերի հետևից եմ, միշտ հետևելու, ասելու։ Բայց ասեմ այս տեսակի բառապաշարային խայտառակություն, վարքագծային խայտառակություն եւ մի երևույթ, որը դժվար է նույնիսկ ընտրություն կոչել, դեռ երբեք չեմ տեսել։ Որտեւ շատ ժամանակ փորձում ես ընտրել, բայց դե եկել է մի երևույթ, որտեղ ամեն ինչը բաժանված է սև ու սպիտակի գաղափարի մեջ, եւ ցավոք սրտի դրա մեջ շատ բովանդակային կետեր կորում են։ Այսօր դժվար է ասել, որ մենք ունեցել ենք ժողովրդավարական ընտրություններ, դժվար է ասել, որ մենք ունեցել ենք ազատ ընտրություններ, եղել է բռնաճնշումների, ռեպրեսիաների ներքո ինչ-որ գործընթաց, որին չակերտավոր անունը կարելի է դրել ընտրություններ, հատկապես չասած, որ արդյունքների ամփոփումը նույնիսկ մի քանի ընտրատեղամասերում ապացուցեցին, որ հիմա սպասում եմ, որ ինչպես գործողը դեռ միջև նորն էլ կձևավորվի, կապ չունի, բայց գործողը այսօրվա դրությամբ, միջև օգոստոս 2-ը բաներ խոստացել է ցանկացած նույնիսկ մեկ ձայն անողը պետքա, չգիտեմ, միջև են հաջորդ ընտրությունների բանը նստի։ Սպասում եմ տեսնեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովների, մնացած ընտրական հանձնաժողովների, քանիսն են հայտնվելու բերդերում կամ բանտերում, այ միջև ինչա դառնում 26 թիվ ենք, ասենք 31 թվականից նոր նրանից հետո դուրս գան։ Եթե դա չի անել հենց ինքը իր սեփականներին, հերթական սուպի ապացույց է, որի վրա էլ վստահություն էլ չկա, նույնիսկ այս խոսքի մեջ ասել, որտեղ արդեն բացահայտ ձևով կա, որ պարզապես կամավոր նկարչություններ է տեղի ունեցել։ Հունիսի 14-ին հրապարակվելու է վերջնական հաշվարկի պատկերը, արդյունքները, էական փոփոխությունների սպասելիքներ ունեք դուք, հատկապես ԲՀԿ-ի հետ կապված Բարգավաճ Հայաստան կուսակցությանը ձեր գնահատմամբ ինչ է սպասվում, խորհրդարանում տեսնելու եք։ Հույսում եմ, որ այլևս երբ որ ասում էին նույն մաթեմատիկական հաշվարկների, որ վայ 96, թե չգիտեմ, դա քանի ձայն չէ երիք է, դրանք արդեն եղել են, ամբողջովին եղել է, բացի դրանից արդեն կան թվեր, որոնք պարզվում է, որ ճշմարիտ ինչ-որ բաներ կանեն, բայց դա չի գլխավորը։ Գլխավորը այն է, որ մենք ունեցել ենք ամեն ինչ բացի ընտրություն ասելուց, հա, եւ այս իմաստով նույնիսկ եթե փոփոխությունների գաղափարներն լինի, ձեզ թված ամբողջն են ուղղելու, որտեղ այն մարդը, որ խոսքա տալիս, որ մի ձայն նույնիսկ փակացել է, հենց ինքը առաջինը նույն ձևի կամավորը չէ իր մոտ ամեն ինչը, սրանք կնստեցնեմ, սենց կանեմ օրենք բան, դե բաներ չկա։ Դե նույն ձևի ասա ամբողջը բացեք, թազա հաշվեք, 0-ից։ Որ ցույց տամ, որ ես իմ խոսքի տերն եմ, չեն անելու։ Այսօր սպասումներ չկան, եթե ժողովրդավարության մասին ենք խոսում։ Իսկ եթե խոսում ենք ընդհանրապես քաղաքական իրավիճակի մասին, հասկանալի է, որ երբ որ ապրում ես դիկտատուրայի ներքո եւ ռեպրեսիաների, ինչ ասեք, կարող տեղի ունենան, որ ամեն ինչին պատրաստ եղեք։ Ընդդիմությունը մշտապես քննադատում է իշխանությանը, բայց կարծես թե խուսափում է ինքնակննադատությամբ զբաղվել։ Այս պարագայում իշխանափոխության հասնելու համար ինչ պետք է անի ընդդիմությունը, մանդատներից հրաժարվի, փողոցային պայքար սկսի, որը պետք է ընտրի։ Մի քանի սինորակարգեր կան, որոնք հենց գործողները մտցրել են, որ նորից բաժանեն ընդդիմության մեջի եղածերին։ Հա դա մի բան ասեմ։ Երբ որ որևէ մի գործողություն են ասում, դրա նպատակը որը պետք է լինի։ Վերջնարդյունքում։ Հիմա մանդատով են փողոց փակում, թե առանց մանդատի բան է փոխում։ Իսկ երբ որ գալիս են ու ոստիկանները տանում են, այդ մարդկանց մոտ մանդատով մարդ կարա մտնի, չէ՞ որ ինչ-որ տեղեկություն բերի։ Հիմա ասենք, երբ որ մենք խոսում ենք, այսօրվա դրությամբ դեռ արդյունքները ամփոփելուց հետո պետք է իրանք նստեն հավաքի։ Երբ որ դուք ասում եք ինչ եք դուք փոխում, ես գնացել եմ քվե եմ տվել փոփոխության համար։ Հուսամ, որ այդ փոփոխությունը կգա, բայց գործողությունների իմաստով խորհուրդ տալը հիմա հատկապես ընդդիմությանը։ Գնանք ունեն նենց թուղթ, որը կարան ասենք, օրինակ, սենց հրաման եմ ստորագրում, սենց բան անեն։ Երբ որ ընդդիմությանը փորձում են քննադատել, նույնիսկ նախկինում էլ, հա, որ ազգային ժողովում ընդդիմությունը էս չի անում։ Ամեն անգամ այդ հարցն եմ տվել։ Կարող է ընդդիմադիր որևէ պատգամավոր իր պատգամավորական բլանկի վրա վերցնի,
գրի հրաման եմ տալիս ազատագրել այս դիրքերը։ Հրաման եմ տալիս տնտեսական այս օրենքը անել։ Եթե ոչ, ուրեմն գործողներից պետք է պահանջենք։ Ընդդիմությունը անում է այնքանը, ինչքանը որ իր շրջանակների եւ լիազորությունների մեջ է։ Բայց դա ամենագլխավոր հարցը։ Իսկ հանրությունը որ քննարկում, անդիմությունը սենց, անդիմությունը նենց, ինքը ինչ անում։ Հիմա օրինակ անդիմությունը մանդատներ շվեցեց, քվեով աջակցեց գնաց տուն, չէ՞։ Վերջ, դա իրան էլ ոչ իման չէ տակում։ Իսկ այն որ փողոցային ակցիա են պահանջում, փողոցում գնալու են կանգնել, ելի լինելու են նույն նվիրյալների մի փոքր խումբը, որին հետո նորից հենց տանեն ոստիկանություն, ելի բոլորը մնացածը գնալու են։ Բայց քննադատելուց բոլորն են լավ։ Հիմա այստեղի խնդիրը գալիս է հետևյալը, երբ որ մենք բովանդակության մասին ենք խոսում, ինչ արդյունքի հասնելու, ապա այդ ժամանակ այդ ցին օրակարգերը մի քննարկեք։ Մանդատը վերցնելու են, չեն վերցնելու, էսի սենց են անելու, ինձ չեն անելու, էս մեկը սենց անելու, այն մեկը նենց անելու։ Գործողությունները ձեր գրեք, թե ինչ եք ուզում տեղ հասցարածնեք։ Եվ ես դրան էլ երբ որ խորհուրդ եք տալիս, դե գնային փողոց փագին, գնայք փագին։ Քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ինքը սահմանադրական մեծամասնություն չկազմի, ապա սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Հիմա եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խորհրդարան անցնի, ապա փաստորեն ՔՊ-ն քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չի կազմելու։ Այս պարագայում սեպտեմբերին պատերազմի սպասել, թե ոչ, պատրաստվել պատերազմի։ Նայեք, երբ որ պատերազմի անուն եք տալիս, պետքա մեկը ձեր վրա հարձակվի, չէ՞։ Ամերիկան է հարձակվելու։ Ուզում եմ մեծամասնություն, չմեծամասնություն լինի։ Ամերիկան որ հարձակվի, մեր հետ ինչ անելու։ Ո՞վ է հարձակվելու։ Հարձակվողի անունը ասեք։ Այս պարագայում Ադրբեջանը նկատի ունի հավանաբար։ Իսկ Ադրբեջանը նշանակում է, որ մենք խաղաղությունը չկա, բայց ինչ են մեզ սինորակարգ ամբողջ ժամանակը միսցն։ Հարձակվում է թշնամին։ Հիմա եթե թշնամի է, ի՞նչ է նշանակում S ելնեմ, N ելնեմ։ Թշնամին չի հարցնում է, ձեր վերջի ազգանունը ինչ է, հարձակվում եմ, թե չէ։ Թշնամին իր գործողություններն է անում։ Կարան պատրաստվում ենք, որ դա բանանք, ու թշնամին անելու է։ Այնպես որ եթե դուք մտածում եք, թե թշնամու հարձակումը կախված է որևէ այլ ազգանունով իրան ավարտվող մարդու այնտեղ նստածը, սխալվում եք։ Թշնամին նպատակ ունի անելու։ Հիմա շատ լավ է որ դուք ինքներդ եկաք հասակ նրանին, որ գաղափարի մեջ թշնամի բառը օգտագործում եք, քանի որ պատերազմի հանդեպ ինչ-որ վախ ունեք։ Իսկ պատերազմը հանդեպ վախ հաղթարում են պատրաստվելով, որտեղ հայտնի բանաձև կա բնության կողմից, որից ինձանից ավելի խելոքներն են ասել, դարերով են փորձել։ Ցանկանում եք խաղաղություն, պատրաստվեք պատերազմի։ Այնպես որ շատ ավելի լավ, եթե գիտակցում եք, որ պատերազմ անելու եւ պատրաստվեք, պատերազմը չի լինի։ Հիմա երբ որ ասում եք ինչ գործողություն է, այսօրվանից պատրաստվենք պատերազմին, որ պատերազմը չկա, խաղաղությունն է։ Վերջում նաև անդրադառնանք արտասահմանյան գործընկերներին, հունիսի 8-ից գործընկեր ասելով մի հատ խնդրում եմ բան անել, էլի անուններով եթե կա լավ, որտեղ գործընկեր Հայաստանը չունի։ Շատ լավ։ Պարոն Պողոսյան, հունիսի 8-ին հետընտրական process-ում շատ հետաքրքիր իրավիճակի ենք մենք հանդիպել։ Արևմտյան գործընկերները Հայաստանի շնորհավորում են Հայաստանին, մինչդեռ իրանք Հայաստանին չեն շնորհավորել։ Մենք նկատում ենք Նիկոլ Փաշինյանին, առ այս բանը նկատում ենք Ռուսաստանի քննադատությունը եւ լռությունը։ Սա ինչով է պայմանավորված։ Ցավում եմ, որ այդքան գիտակցության չենք եկել միջև մը, որ հասկանանք, որ իրանք միայն իրենց են շնորհավորել, որ կարողացել են իրենց պատկերացմամբ իրենց ընկալման մեջ որևէ այլ թշնամու հանդեպ իրենց գործողություններում հաջողություն հասնել։ ՌԴ-ի քննադատությունն ու ցանկացած այլ երկրի ղեկավարը, եթե շնորհավորի, պետք է շնորհավորել հայ ազգին, ոչ թե կողմնետ անհատին։ Սա նշանակում է Թրամփը Իրանն է շնորհավորել։ Մնացածները ովքեր որ խոսացել են, Մակրոննա, չգիտեմ ով, իրենց են շնորհավորել, իրենց մեջ նստած հայելու մոտ ասում են, տեսակ, ինչ որ մեկին բան էինք ուզում անենք, մեկ կարողացանք սան անել։ Մեզ չեն շնորհավորել։ Այնպես որ շնորհավորանքները եւ գործընկերներ բառը խնդրում եմ չօգտագործել։ Իսկ իրանք իրանք շնորհավորում են իրենց շահերը առաջ տանելու համար։ Նայել ամբողջ խնդիրն անելու հայազգը հասկանալու է, որ դա է իր շահերը, որ ինքը հասկանա ինքը ինչ պետք է անի եւ արդյոք այդ շնորհավորանքը պետք է ընդունի, թե ոչ։ Շնորհավորել եմ, որ նկարչությամբ քվեներ են գրել, շնորհավորել են, որ արդյունքները կասկածել են, շնորհավորել եմ, որ ամբողջ ժամանակ իրար պիտակավորել ենք, երկու հայ, երեք հայ, իրար ինչ ասես ասել են, դա են շնորհավոր է։ Նայեք, ամբողջ գործընթացը տեղի է ունեցել հայերի միջև։ Պիտակավորում, վիրավորում, բառապաշարի անհասկանալի օգտագործում, կարմիր գծերի անցնում, ճնշումներ ու մեզ շնորհավորում են ովքեր։
իրենց տանը նստած, ոտը ոտին գցած, սուրճը խմելով, վարեն, ասում ինչ լավ է, երկու հայ իրար հələ ինչ հայր ասեցին։ Այն մեկը սրան բերդ մցրեց, այն մեկը սենց արեց։ Այս ինչ լավ բան է, եկեք շնորհավորենք։ Դուք այդ շնորհավորանքի իմաստը, որ փորձում եք, չեք հասկանում, որ դա մեզ չեն շնորհավորել։ 21 թվականի ընտրություններից հետո, երբ որ ինձ հարցնում էին ոնց է գնահատում, միշտ ասել եմ արդյունքում ուրախացել է 80 միլիոն Թուրքիան, 10 միլիոն Ադրբեջան եւ 2000 հոգի հայ, ովքեր որ պաշտոններ են ստանալու։ Այսօրվա դրությամբ պարզվել է, որ 5 տարի հետո էլի նորից կրկին մենք շատ մեծ երջանկություն պարգևեցինք Թուրքիային, Էրդողանին, այնքը իրան լավ կարաշնորհավորի, Ալիևին, այնքը իրան ֆանտաստիկ ձևով կարաշնորհավորի, այս ամեն ինչի մեջ էլ տես մի քանի հոգի բան, բայց այդ արդյունքը ովքեր են ապահովել։ Ով որ այնքան ուժ չի գտել իր մեջ եւ գնացել է քվենա տվել այն կողմի համար, ով որ փորձել է ուրիշի քվեն գողանա, ով որ ամեն ինչով նպաստել է, որ մեծագույն ուրախությունը երկու թշնամիների, որոնցից վախենում ենք, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Այ իրանց համար են այս քվեարկությունության արդյունքները ասենց ապահովել։ Դե շնորհավորում եմ հայ ազգին, որ ուրախացնում է իր թշնամիներին, այլ բան չեմ ասել։ Ռուսաստանի լռությունը ինչով է պայմանավորված։ Նույնիսկ Ռուսաստանին է վերաբերվում։ Այստեղ ինքը պարտվեց դրա համար լուր է։ Պարտվեց, թե չգիտեմ ինչ որ գործողություններ անում, ի՞նչ կապ ունի։ Ուզում է Ռուսաստանը լինի, ուզում է Լեհաստանի նախագահան, ուզում է Ամերիկայի նախագահան, ուզում է Մակրոնը։ Միակ գաղափարը, որտեղ պետք է մենք հասկանանք, որ իրական է, դա որ մենք իրար հայերս հաջորդ օրը արթնանալուց տեսնեինք, գրկախառնվեինք եւ շնորհավորեինք իրար։ Այդ դա կասեի ընտրությունը եւ մեր հայկական շահերի առաջ խաղացումն է։ Իսկ այդ դրսինները ինչ պետք է անեն, միայն իրանց շահերից ելնելով, թող իրանք իրենց դարդերը քաշեն։ Իսկ մենք ինչ անենք։ Իսկ դուք ունեցել եք վիճակ, որ դուք ամսի 8-ին տեսել եք, ում տեսել եք, ասել եք շնորհավոր իրար։ Բայց ասենք այն ինչի մասին եք մենք խոսում։